Այդ ամենը կարող եք կատարել հոկտեմբերի 23-ին։ Լուսինը, Մերկուրի, Մարսը, այդ ստելիումը գտնվում է Կարիճի կենդանակերպում, այն մեծ հնարավորությունների հրաշալի դիրքավորում, որը այս դիրքավորումը Սատուրն եւ Յուպիտեր այս տրիգոնը տեղի է ունենում ընդամենը 59-60 տարի մեկ, որովհետեւ Յուպիտերը այդ մի կենդանակերպում մոտավորապես լինում է 12 տարի մեկ, այսինքն եթե Սատուրնը այս կենդանակերպում լինում է 30 տարի մեկ, յուրաքանչյուր կենդանակերպում, այսինքն 59-60 տարի մեկ Սատուրնը գտնվում է մի կենդանակերպում, իսկ 2-30-ը դա ենթադրում է 59-60 այդ տարիքային այդ շրջափուլը։ Եվ ահա, սիրելի հետևորդներ, հենց այսպիսի դիրքավորում ես նկատել եմ 65-66 թվերին ծնվածների մոտ, այդ ամենակարևոր գործերը տեսնում եք հատուկ եմ նշում, կարող եք կատարել հոկտեմբերի 23-ին, հաջորդ օրը, ես միշտ նշել եմ օրերը, բայց հատուկ եմ ուզում ձեզ համար նշել, հոկտեմբերի 24-ին արտերկրի հետ միջազգային հարաբերություններ, բարձրագույն կրթության հետ կապված հարցերն են, շատ կարևոր է, սիրելի հետևորդներ, ամսի 25-ները բարենպաստ, կրկին արտերկրի օտարերկրյա ճանապարհորդությունների, այն ինչը արտերկրի օտար ազգի մեր սահմաններից դուրս այդ բոլոր գործերի եւ իրավիճակների համար շատ բարենպաստ է։ Անցնենք առաջ հաջորդ երկու կարևոր օրը 29-ը, 28-ը բարդ է, բայց հնարավորություն կա այն շտկելու 29-ը եւ 30։ Հոկտեմբերի 29-ը եւ 30-ը ամենադրական օրերն են, 29-ը այդ ծղջուրի կենդանակերպում առավոտյան ժամերին, այն կարող է տալ հնարավորություն, որպեսզի կարգավորեք ձեր գործերը ղեկավարների հետ, դա այդ ծղջուրը ինչ է, պետական մարմիններն են, դա հողի առք ու վաճառքն է, դրանք այն ոլորտներն են, որտեղ իրականացվում է բնակարանների անշարժ գույքի հետ կապված բոլոր գործառույթները, այն վայրերն են, որտեղ անձը կարող է առնչվել պետության, հարկային, հարկադիր մարմինների հետ, այ հայտարարագրման հետ կապված հոկտեմբերի 29-ը ամենաբարենպաստ օրերից մեկն է, բայց շատ ուշ է, դուք կարող եք իրականացնել մի քիչ ավելի շուտ, հենց հոկտեմբերի 23-ին։ Սիրելի հետևորդներ, նոյեմբերը սկսում ենք, նոյեմբերի 1-ը շատ դրական դիրքերով,